Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հաշվի առնել է, որ պարոն նախագահ արցախցիների մի մասն այլի կազմում, որպես արցախցի, մեր նախագահ, մենք այս ընթացքը, այս ձևի հանդիպումը կարևորացնում ենք, առաջերտին միասնություն ցույց տալու, որ Արցախահայությունը մեր ժողովուրդը միասնական են ու այսօրվա կապակցությամբ մեր հանդիպման ընթացքում քննարկել եք հետագա անելիքների, հետագա գործողությունների, թե իրանց կողմից աջակցություն, թե իրանց կողմից խորհուրդները։ Գործողությունը ինչ է ենթադրում։ Ներկա պահին ներկայացրած է Հայաստանի իշխանության մեր կողմից այդ օրակարգի հետ կախված այն կետերը, որ պիտի խմբերը քննարկեն, իրանց կողմից եղել է, որ ներկայացրեք ինչ կետերի շուրջ կամ ինչ բաների շուրջ կոնկրետ քննարկում, մենք դա արդեն ներկայացրել եք, սպասում ենք այսօր վաղը մոտակա ժամանակները արձագանքի, դրա հիման վրա էլ մենք արդեն կհայտարարենք մենք հետագա անելիքների մասին։ Արդյունավետ ու շատ կարևոր, որովհետև նորից եմ ասում, տարբեր ժամանակահատվածում, որ մենք ստեղ գտնվելով միշտ խոսում էին, որ նախագահ ուրա, նախագահ չկա, չէ, ոչ թե ոնց եղավ, այլ պիտի գար, պիտի ներկայացներ ու երևի ժամանակի ընթացքում տարբեր բաների հետ կապված։ Այսինքն չէր անհանգստացնում իրեն այդ հարցը, երբ հասավ բանը կողոպտի։ Չէ, բայց մենք տեղում մեր ներկայացուցիչները գնացել հանդիպել են այս մի երկու շաբաթ առաջ։ Այդ կապը բոլորի հետ, մենակ իրանց հետ չէ, թե կարևոր նախագահի հետ կախված է, կապը կար, շփումները կար, ոնց որ բոլորի հետ միասին, որովհետև սա մի խմբի քննարկում չի, մի հարթակի քննարկում չի, մենակ արցախահայության հետ կախված խնդիրների չէ, դրա համար բոլորի հետ բանակցություններ, բոլորի հետ բաց, ազատ, թափանցիկ մենք աշխատանքներ ենք իրականացնում։ Չէ, ժողովրդի կողմից, որտեղ արձագանքներ կար, հայտարարություններ անդրադարձա։ Խորհրդի որոշում, թե առաջարկված փոխվարչապետի առաջարկված, որ եթե չեք ապամոնտաժում, այն առաջարկող 40,000 դրամներն էլ չի տրվելու, եւ դուք այս առաջարկ պահանջը ինչպես եք գնահատում։ Ասեմ, բոլոր այդ ընթացքում եղած բանակցությունների բանը, այդ ներկայացրած ձևաչափերը, դա բանակցային ընթացք է, դա ոչ որոշում չկա հələ այդպես բան չկա։ Դա իրանց կողմից առաջարկ, նախապայման, մեր կողմից հակառակալի առաջարկ, ելի խոսքի քննարկում, որ մի ամսվա մեջ մենք չենք եկել ինչ-որ կառուցողական բանի, որ ասում եմ, պայմանավորվածության կամ էլ ինչ-որ արձանագրելու կամ էլ արձագանքելու այդ հարցերի շուրջ, ուրեմն մինչև այսօրվա պահը ոչ մի դրական բան չկա։ Դրա համար էս վրանը ստեղ գտնվում է դրա համար, շարունակում է իր պայքարը հենց դրա համար։ Հենց լինի շարունակական մենք արդեն կարձագանքենք, կասենք հաջորդ գործողությունները, բայց մենք երկար ժամանակ էլ չենք կարողանալու այսքան ժողովրդին, որ ասում ահագին ժողովուրդ են սպասում այս պատասխանին, ինչ կլինի, ինչ չլինի, մոտակա ժամանակները այն ինչ ներկայացրել եք այսօրվա պահով իշխանությանը, իրանք պիտի արձագանքեն, որ հետագա քայլերը արդեն ասենք։ Իրենց ուղիղ հարց տվել եք վրանը ինչով է իրենց խանգարում, թե այստեղ տեղադրված է, որևէ մեկի ազատ տեղաշարժի իրավունքը չի սահմանափակում, որևէ բան չի ան, վրանի առկայությունը ինչով է իրենց խանգարում, եւ վրանն է, որ պիտի սկզբնական շրջանում իրենց պատասխանից, որ վրան կառավարություն տենց ձևաչափով չլինի, խոսքի գրասենյակային խոսքի տենց այդ բանով, ընթացքում մենք տեսնելով, որ ահագին հանրության կողմից, մեր ժողովրդի կողմից այս վրանը դարձել է մի հատ այն հարթակը, որ ժողովուրդը գալով հարցեր են բարձրաձայնում, այդ ընթացքում իրոք ահագին հարցեր է բարձրաձայնվել, որ այդ հանդիպման ընթացքում մենք այդ հարցերն էլ ենք ներկայացրել իշխանությանը, որ ընդհանրապես տեղյակել չենք եղել, որովհետև տարբեր հատվածներում, տարբեր տեղերում մարդիկ տարբեր իրավիճակում են հայտնվում։ Այս վրանի կարևորությունը դրա մեջ ենք մենք կարևորացրել, որ ինքը իր էությունը ոչ մի բանով չի խանգարում։ Ես իմ ամեն մեկի Երկար ժամանակ վրանը չի կարող այսպես մնալ, որովհետև արցախցիները ծանր սոցիալական վիճակում են հայտնվում, կառավարության հետ որոշման չեք կարողանում գալ։ Որն է լինելու հաջորդ քայլը, ինչ պետք է անենք, որ արցախցիները դրսում չհայտնվեն, որովհետև արդեն մայիս ամսից ոչ մի աջակցություն չի լինելու, բացառությամբ այն մանր-մունոր աջակցությունների, որ անապահով ընտանիքները ստանում են, բայց անապահով ընտանիքներն էլ դիմում են, որ լրացվում են, հայտում, մերժում են։
բացառությամբ այդ աջակցությունների 40+10 չի լինելու։ Կա կոնկրետ պլան B, որ վրանը երկար ժամանակ այսպես չլինի եւ կառավարությունը կոնկրետ որոշման գա։ Նորից եմ ասում, բոլոր հետագա պլանները ներկա իրականություն, ներկա այս իրավիճակից մենք դրանից ենք արդեն հետագա պլանները խոսքի ձևավորում կամ ներկայացնում։ Բայց հաշվի առնելով, որ միակողմանի մենք խոսքի գնանք ինչ-որ որոշումներ կամ ինչ-որ քայլերի կողմ, ինչ-որ քայլերի, ես գիտեմ թե որ հանրության համար պիտի լինի պարզ, հանրությունը ժողովուրդը պիտի հասկանա այնքան ներկայացրած ձևը կամ այդ մատուցելի ձևը, որ մարդկանց մեջ հարց չծագի։ Հավաք նախատեսվելը խոսքի ինքը չի այդ հավաքի բանը չի փակված, բայց այսօրվա իրավիճակում մենք պիտի հասկանանք այդ հավաքը վաղվա օրը ինչ ձևաչափով կամ ինչ օրակարգով կամ ինչ բանով պիտի լինի։ Պարոն Իսրայելյան, Սամվել Բաբայանը ինչու չի այցելել մանձակ ձեզ մոտ, չէ՞ որ այսօր պարոն Շահրամանյանը այցելեց, ինչու ձեր քննարկումների մեջ չէ, որովհետև նա Արցախում եւ Արցախից դուրս գալուց հետո ասաց, որ եթե ես լինեի իշխանության ղեկավար, այսպես չէ։ Ես գիտեմ, թե պետք չի անդրադառնալ առանձին անձերի հետ կախված։ Չեն գալիս կամ ով չի գալիս, խոսքը հարցը իրանց ուղղեցիք։ Այս վրանը ստեղ գտնվում է, բոլորը սրա տեղը գիտեն, ամեն մեկը իր Ես չեմ ձևաչափում վախել չվախելու։ Ամեն մարդ իր կողմից, ամեն ներկայացուցիչ իր կողմից այդ հարցերը իրանց ուղղեք, որովհետև մեր ստեղ մեկ օրակարգի հետ կախված են քննարկում անում, մեկ օրակարգի հետ կարանք այդ հարցի պատասխանները տանք։ Պարոն Իսրայելյան, եթե իշխանության պահանջով հերթական անգամ փողոց դուրս գան մարդիկ, ինչ-որ քաղաքական ուժերի առաջնորդությամբ, դուք այս վրանի ներկայացուցիչները եւ արցախցիները առաստարակ դուրս կգան փողոց եւ պահանջեն Փաշինյանի հրաժարականը։ Ես գիտեք ոնց այդ հարցը միշտ տալիս եմ։ Փաշինյանի հրաժարական չէ, տարբեր տեղերով խոսքի ամեն մեկը իր տեսլակետով։ Ես նորից եմ ասում, կա խնդիրներ այսօրվա իրավիճակում մենք հայտնվել ենք այս իրավիճակում։ Մենք այս օրակարգի շուրջ ենք մեր պահանջը ներկայացրել։ Հայտնվել եք Փաշինյանի կառավարության ներկա իշխանությունը որպես պատասխանատու պիտի այս հարցերի հիմնավորած պատասխանները ներկայացնի, չէ՞։ Հիմի դուք ընձևի հարց եք տալիս խոսքի, որ ուզում եք լսեք այդ բառացիորեն այո կամ ոչ, չէ՞։ Մենք ժողովրդի մի մասն ենք։ Ժողովուրդը հանրությունը ամեն տեղ ինչ պայքար լինի, մենք լինելու ենք առաջնագծում, որովհետև այստեղ հարցը, որ վերցնում ենք խոսքի այդ օրակարգի մեջ էլ կամ այդ քաղաքական ուժերի կամ ընդհանուր այս իրավիճակում գտնվելու բոլոր հարցերը շատ ծանր են։ Հարց դնելով խոսքի հրաժարական կամ հրաժարական չնելու, դա միասնական ամբողջ միազգովի պիտի գնանք խոսքի այդ պահանջատերը լինելու։ Բայց ուզում ենք հասկանալ Փաշինյանի կառավարությունը որպես Արցախը հանձնած եւ ձեզ տնավեր դարձած կառավարություն պատասխանատու է, պետք է պատասխան կրի։ Այո, այսօրվա պատասխանատու ներկա իշխանությունն է, բոլորը պիտի պատասխանեն այդ հարցը։ Если ներկա իշխանությունը ինքը պատասխանատուն է, բա ինչի համար ենք ստեղ, ինչի համար եք այդ բաները։ Պատասխանատու չեն։ Արցախի իշխանությունները նույնպես պատասխանատու են, բայց Արցախի իշխանությունը խոսքի ամբողջովին ժողովրդի հետ միասին այսօրվա իրավիճակում նախագահ այստեղ ներկայանալը կամ էլ իր աջակցությունը ներկայացնելը դա արդեն պատասխան է, որ ինքը չի առանձնանում։ Ինչ պատասխանատվություն ունի պարոն Իսրայելյան, քանի որ Հայաստանի իշխանությունները մասնավորապես մեղադրում են ընդդիմությանը, որ ողջունեցին Սամվել Շահրամանյանի նախագահ ընդունել Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ որ ամեն ինչ տեղի ունեցավ ընդդիմության ծափողջումների ներքո։ Նայեք, հաշվի առնելով, որ բոլոր այդ հարցերը այնքան խորքային բովանդակություն ունեն, որ հասարակ արցախցուց տենց հարցեր տալով, ես կարողա ոչ լավ տիրապետելով այն խորքային մանրամասները, ես կսահմանափակեմ խոսքի արձագանքներ ներկայացնելու համար, որովհետև այսօրվա իրավիճակում մենք ստեղ գտնելու, մենք ունենք մեր օրակարգը, ամեն մարդ, ամեն ներկայացուցիչ, ամեն ղեկավար, որտեղ ինչ բաստողումներ արել, թույլ այդ պատասխանատվությունը համ կարեն արդարացնեն, համ կարեն ամրագրեն, որ բոլորի հանրության համար լինի հասանելի։ Իսրայելյան, սկզբում Ես կխնդրեի վերջի, որովհետև մենք քննարկում ունենք։ Այս իշխանությունները ավելի շատ էին անհանգստացած, երբ որ սկզբնական շրջանում շտաբվրանը տեղադրվեց, հիմա ոնց որ այդ անհանգստությունը քչացել է, ինչի հետ է դա կապված, կարող է ձեր հետ հանդիպումներով ինֆոր մեսիջներ են փոխանցել ձեզ։ Նմանատիպ խոսքի, որ բողոքի ակցիա է լինում կամ հանրահավաքներ է լինում,
միշտ սկզբնական շրջանում տենց անում, բայց իրանց կողմից, որ իրանց պատրաստականությունն են հայտնել, բանակցել այս հարցերի շուրջ քննարկումներ, որոշումներ կայացնելու համար, մեր կողմից էլ եղել արձագանք, որ մենք էլ ենք պատրաստ քննարկել, աջակցել։ Այս ժամանակահատվածը դրա վրա ենք աշխատում։ Հիմի որ եկել եմ այդ ձեր ասած երկարացել է ժամանակը կամ ինչ որ մենք էլ ենք այդ նույն իրավիճակում, որ մենք էլ պիտի որոշում կայացնենք, ոնց որ իրանք։ Սա պիտի կառուցողական բան լինի, կառուցողական մոտեցում լինի։ Ես մի քանի օր առաջ ասել եմ, այն տպավորությունն է տալիս, որ իշխանության կողմից այն փաթեթը, որ ներկայացրել են, դա բանի ձևաչափ է, ստեղից ժողովուրդը որ դուրս գալու։ Մերն էլ ստեղ ժողովուրդը մնալու համար։ Դրա համար մենք ուզում ենք գանք մի հատ համաձայնության, որ միասնական հասկացողությունը այդ որոշումները կայացնենք։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ձայնին որոշմանը հայտարարությանը այսօր հազարավոր արցախցիներ են սպասում։ Հիմնական ուղերձը խորհրդի այսօր ինչ ունեք ասելու այդ ձեր խոսքի որոշմանը սպասող հազարավոր արցախցիներ։ Հազարավոր արցախցիներից մի մասն էլ մենք ենք, որ ստեղ գտնվում ենք, դա պատասխանը նրան է, որ մենք շարունակում ենք այդ պայքարը, մինչև այդ հազարավոր արցախցիների մեր հետ էլ միասին դրական պատասխաններ չստանանք։